Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում իր աշխատանքն է սկսում բարի լույսը։ Վստահ եմ, որ առավոտյան արդեն լավ տրամադրությամբ եք արթնացել, իսկ այդ լավ տրամադրության չափաբաժինը խոստանում եմ պահպանել ես, Ալիտա Եղիազարյանս։ Անց են կենում շուրջս մարդիկ, շուրջս դեմքեր, հազար, շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար, եւ ով կասի, ինչու ես դու, եւ ով կասի, թե ուր հասար, դեմքերը ախ, բութ են այնպես, կարծես շինված են տապարով, ինձ թվում է շատերը արդեն կռահեցին, թե ում գրված ստեղծագործության տողերն եմ ընթերցում, այո, այսօր մարտի 13-ն է, հայ գրող արձակագիր Եղիշե Չարենցի ծննդյան օրը։ Նրա կյանքի եւ գործունեության մասին մենք պատրաստել ենք ռեպորտաժ, առաջարկում եմ դիտել, վերադառնանք եւ արդեն շարունակենք եթերը։ Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մրել ես, և հոգուս մեջ հուսահատ այնքան աստղեր եմ մարել, կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանի ձեզ, կյանքս կանցնի, կմարի, բայց երկս կապրի դեռ։ Երբ խոսում ենք հայ գրականության ոսկե դարի մասին, անհնար է շրջանցել Եղիշե Չարենցի անունը։ Նա ոչ միայն մեծ գրող էր, այլև նորարար իր մտածողությամբ, գրչի ուժով ու հայրենասիրությամբ։ Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարս քաղաքում։ Մանկությունը անցել է հին հայկական միջավայրում, որտեղ ձևավորվել է նրա սերը հայոց լեզվի, գրականության ու հայրենիքի հանդեպ։ Երիտասարդ տարիքում Չարենցը ներգրավվեց հայկական ազգային ազատագրական շարժման մեջ, ինչը հետագայում արտացոլվեց նրա ստեղծագործություններում։ Չարենցի պոեզիան բազմաշերտ է, հեղափոխական, ռոմանտիկ, սիրային ու հայրենասիրական։ Նա կարողացավ իր խոսքը վերածել զենքի, իր բանաստեղծություններով բարձրացնելով հայ ժողովրդի ոգին։ Ես իմ անուշ Հայաստանի պոեմը Չարենցի ամենահայտնի գործերից է, որը հնչում է որպես սրբազան ուխտ հայրենիքի հանդեպ։ Նրա գրականությունը նորություն բերեց հայ պոեզիային։ Չարենցը համարձակորեն համադրեց դասական ու նորարարական մոտեցումները, ներմուծեց եվրոպական գրականության ազդեցությունները, բայց երբեք չկորցրեց ազգային ինքնությունը։ Ցավոք, Չարենցի կյանքը ավարտվեց ողբերգականորեն։ Խորհրդային իշխանությունները բռնաճնշեցին նրա ազատ ոգին և 1937 թվականին նա դարձավ ստալինյան բռնությունների զոհերից մեկը։ Սակայն նրա բանաստեղծությունները շարունակում են ապրել, հիշեցնելով մեզ նրա մեծության մասին։ Այսօր Չարենցի գործերը շարունակում են ոգեշնչել սերունդներին։ Նրա անունով փողոցներ են կոչվում, հուշարձաններ կանգնեցվում, իսկ նրա գրքերը մնում են հայ գրականության գանձարանում որպես անգնահատելի ժառանգություն։ Չարենցն ապրեց փոթորկոտ, բայց վառ կյանք, թողնելով ժառանգություն, որն ուղեկցում է մեզ դարեր շարունակ։ Նրա խոսքերը շարունակում են ապրեցնել հայ հոգին։ Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ մասիս սարն եմ սիրում։ Մենք վերադարձանք իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրը արդեն տաղավարում է, հուսով եմ, որ մեր հեռուստադիտողը շատ է կարոտել մեր հյուրին, մեր հյուրն է հեռուստահաղորդավար, հանդիսավար, լրագրող Երվանդ Մարեյանը, ով նաև մեր նախկին գործընկերն է եւ շատ սիրելի գործընկերը։ Բարի առավոտ։ Ողջույն Ալիտա ջան, շնորհակալություն։ Մեր հարազատ տաղավարում հյուրընկալելու համար։ Իմ հարազատ տաղավարում, այո, 2 տարի այս տաղավարից բարի լույս եմ մաղթել մեր հեռուստադիտողին, ողջունում եմ հարգելի հեռուստադիտող, իմ շատ սիրելի հեռուստադիտող, որ հավատարիմ 2 տարի միասին մենք անցկացրեցինք օրեր, ժամեր, հետաքրքիր հյուրերով հանդերձ։ Շնորհակալություն ձեզ, որ մշտապես հետևում եք մեզ եւ իհարկե մշտապես մենք ֆիդբեքեր ենք ստանում, այսպես ասած, ու կարևորում եմ դա, որ հեռուստադիտողը հավանում է, սիրում է լրագրողին, հաղորդավարին, նա այն մարդն է, որ անպայման պետք է սիրվի ու լինի հասարակության ուշադրության կիզակետում։ Այո, հիմա բոլոր հեռուստադիտողները արդեն բազմոցներին տեղավորվել են եւ դիտում են մեր զրույցը, իսկ Երվանդ ջան, ինչպես է սովորաբար սկսվում ձեր առավոտները։
Եթե աշխատանքի չեք լինում։ Եթե աշխատանքի չեմ լինում, իմ առավոտները սկսվում են 1 գավաթ սուրճով պարտադիր, ես մշտապես ասել եմ ու էլի կասեմ, որ սուրճը ինձ համար հետաքրքիր ու հաճելի զգացողություններ է պարգևում ու նաև թարմացնում է առավոտյան, ինչու՞ չէ։ Իսկ եթե աշխատանքի ես լինում։ Իսկ եթե աշխատանքի եմ լինում, չեմ հասցնում սուրճ խմել, անպայման աշխատանքի վայրում եմ խմում, բայց սուրճը կարևոր մասնիկ է, որ լրացնում է իմ օրվա ամբողջ մասը։ Առանց սուրճի ես ինչ չեմ պատկերացնում։ Շատ լավ։ Քանի որ այսօր հյուրը դու ես եւ հարցերը ես եմ հղելու, հետաքրքիր է մի փոքր գնահատել եւ ինչպես ընտրեցիք լրագրող մասնագիտությունը։ Ինչու հենց լրագրող։ Ահա, շատ լավ ասացիք։ Այսօր դուք եք հարցեր տվողը, ես հարցերին պատասխանողն եմ։ 2 տարի հեռուստադիտողի սիրելի հաղորդավար լինելուց զատ այսօր նաեւ պատվավոր հյուր եմ Կոտայք TV-ում, ողջույններս ամբողջ թիմին Կոտայք TV-ի։ Եվ ինչպես ընտրեցի լրագրություն մասնագիտությունը, ի սկզբանե որոշել էի դառնալ դերասան, թատրոնում խաղալ, կինոներում, իհարկե եղել են ժամանակաշրջան, ժամանակ առ ժամանակ ես նկարահանվում եմ հեռուստանովելներում, գովազդային հոլովակներում, սակայն չեմ դադարում տեղս նստել, այսպես ասած, ես ինքս պրպտող եմ, ես ինքս սիրում եմ նորությունների շրջանակում լինեմ ու սիրում եմ նաև Երևան, ինչու՞ չէ, բոլորն էլ կարծում եմ կփաստեն ինձ ճանաչողները հաստատ։ Սիրում եմ Երևալ էկրանից այն կողմ, որ էկրանից ինձ դիտեն, ես էլ նրանց հետ ավելի ջերմ լինեմ, որտեղ էկրանի հետ շփումը ինձ տալիս է ավելի կատարելություն, ինձ տանում է դեպի կատարելության ու մոտիվացիա է նաև էկրան ինձ համար։ Ինչու ընտրեցի լրագրությունը, պատահական, անկեղծ ասած, այ հենց այդ մոտիվացիան էր, որ լինել լուրերի կիզակետում, լինել ուշադրության կենտրոնում եւ նորություններ իմանալ։ Այդքան շատ չեմ սիրում լրագրության մեջ միայն քաղաքական ոլորտը, քաղաքականությունը չեմ սիրում, մնացած մյուս ոլորտները ինձ համար հոգեհարազատ են ու սիրելի, այդպես ընտրեցի լրագրությունը, սովորեցի, ավարտեցի համալսարանն ավարտեցի, այնուհետև մինչ համալսարան ընդունվելը ես սովորել եմ Գայանե Փայտյանի դպրոց-ստուդիայում, որտեղ ես ձեռք բերեցի խոսքի հմտություն, ձիրք, այսպես ասած, թե ինչպես պետք է լինել եթերում, ինչ հագուկապով, ինչ միմիկաներով, որը շատ կարևոր է բոլոր հաղորդավարների համար։ Շնորհակալ եմ լուսահոգի Գայանե Փայտյանին, խոնկ ու խնկարկում նրա շիրիմին։ Ես իսկապես սովորեցի այդ 6 ամսյա դասընթացներում շատ ու շատ նորարարություններ, նորություններ, որը ինձ տվեց այլ ավելի շատ գիտելիքներ, ես այսօր հպարտ եմ ու հպարտությամբ էլ նշում եմ, որ սովորել եմ Գայանե Փայտյանի TV Իդեալ հեռուստահաղորդավարների դպրոց-ստուդիայում։ Ընտրեցի լրագրությունը, աշխատեցի կայքում, այնուհետև հանրային ռադիոյում լուրերի բաժնում էի, որպես լուրերի հաղորդավար, դե բնականաբար ասուլիսների ենք այցելում, հավաքագրում լուրերը, էլի ու էլի քաղաքական թեմաները իմը չէին, ինչպես գիտեն բոլորը, ես սիրում էի լուսաբանել մշակույթ, կրթություն, առողջապահություն, այդպես աշխատեցի հանրային ռադիոյում լուրերի բաժնում, հետո արդեն աշխատեցի ամսագրերից մեկում, որպես թողարկման պատասխանատու ու արդեն այդ ամեն ինչը ծանրաբեռնվածություն էր ինձ համար, 6 տարի աշխատելով ամսագրերից մեկում ես էլի բերեցի փորձ ինձ համար, ձեռք բերեցի փորձ, որը նաև լրագրության մի մասնիկ է, մի ժանր է, թերթի ձևավորում, խմբագրում, կազմարարում, այդտեղ նյութերի հավաքագրում, շատ բարդ էր նյութերի հավաքագրումն ու խմբագրումը, շատ կարևոր ու պատասխանատու աշխատանք, որը ես սիրով եմ արել այդ 6 տարիների ընթացքում։ Որից հետո ես պատահականության սկզբունքով, թե բախտի բերմամբ, թե պատահմամբ, ես հայտնվեցի Կոտայք TV-ում, Բարի լույս ծրագրում, այս շքեղ լուսավոր տաղավարից Աստծո ամեն օր ես Բարի լույս էի մաղթում իմ հեռուստադիտողին, իմ շատ սիրելի հեռուստադիտողին, որի հետ ես անցկացրել եմ 2 տարի, էկրանից այն կողմ էին նրանք, սակայն ես իհարկե ստանում էի նամակներ, լուսանկարներս էին ուղարկում նաև, որ ահա մենք քեզ դիտում ենք հարգելի Երվանդ, շնորհակալ եմ դիտելու եւ այդ ֆիդբեքերի համար, որը ինձ էլ ավելի պարտավորեցնում էր ու ես ինձ ավելի լիարժեք էի զգում, որտեղ մարդը երբ որ ապրում է, պետք է ապրի լիարժեք, ապրի ինքնաբավ ամենակարևորը, որովհետև այդ ինքնաբավությունն է, որ մարդուն տալիս է նոր մոտիվացիաներ, նոր գաղափարներ, նոր անելիքներ ու այդ անելիքներն էլ իհարկե կյանքի են կոչվում միայն ու միայն բարձրալի շնորհիվ։
Նշեցիք, որ սկզբում աշխատել եք կայքերում, լուսաբանել եք տարբեր նյութեր, կայքերում աշխատանքը եւ հեռուստաընկերությունում ուղիղ եթերի աշխատանքը լիովին տարբերվում է, քանի որ ուղիղ եթերը ավելի իր հետ այլ պահանջներ են ներկայացնում եւ ավելի դժվար է։ Ինչպես եք հաղթահարել ուղիղ եթերում աշխատելու ձեր մարտահրավերները կամ փորձը։ Ինչպես եք դժվարությունները։ Ասեմ, որովհետեւ կայքերում աշխատելը ինքը օֆիսային աշխատանք է, նստած աշխատում ես, իսկ բարի լույս ծրագիրը ենթադրենք ուղիղ եթերի այս բանին մենք հեռարձակվում ենք ուղիղ եթերում, մենք սխալվելու իրավունք չունենք պարզապես, հարգելի Ալիտա ջան, որպեսզի մենք կարողանանք ավելի գրագետ խոսք մատուցել հեռուստադիտողին ու իհարկե լինում են սխալմունքներ, լինում են նաև մտքի թելի կտրվում, այսպես ասած, երբ որ մտքի թելը կտրվում է, պետք է կարողանաս այնպես սահուն անցում կատարել, որ հեռուստադիտողը այնքան էլ չնկատի։ Կայքերում աշխատելիս հանդիպում ես մի շարք այլ խնդիրների, իսկ ուղիղ եթերում աշխատելու այդ ուրախությունը, այդ պարտավորությունը, ժպիտները, հույզերը նաև պետք է կառավարել, որովհետև դու ուղիղ եթերից եւ բարի լույս ես ասում եւ նաև թեկուզ եւ լուր ես հայտնում, հա, հեռուստադիտողին, պետք է լինես անաչառ, առանց որևէ էմոցիաների, իհարկե երբ որ լավ լուր ես հայտնում, պետք է ժպիտը դեմքիդ հայտնես, ոչ թե միատոն, այսպես ասած, չեզոք դիրքով, չեզոք դեմքի հա շարժումներով, այլ նաև պետք է հայտնես ավելի ուրախ, որպեսզի հեռուստադիտողը ել ավելի պայծառանա։ Ուղիղ եթերում աշխատելու առաջին փորձս էր, անկեղծ ասած Կոտայք TV-ի բարի լույս ծրագրում, սակայն ես կարողացել եմ այդ ընթացքում, 2 տարիների ընթացքում ել ավելի փորձել կատարելագործվել, որտեղ ամեն օր, ամեն ժամ յուրաքանչյուր մասնագետ պետք է ինքն իր վրա աշխատի ու կատարելագործվի։ Առանց այդ կատարելագործության չի կարող հաջողել գործը։ Ասում է գործը նույնքանով հաջողված կլինի, որքանով այն սիրով կատարես։ Եթե ես սիրով չկատարեի, պարզապես գայ ու քո տեղը նստեի, բարի լույս մաղթեի, հյուրերին ընդունեի, հարցազրույց վարեի, միայն ու միայն ինձ համար, այսինքն ես կարողանայի հոգի չդնել, հա, առանց հոգի, առանց մարմին, այսպես ասած, պարզապես իմ գործը հաջողել չէր ստացվի։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, անկեղծ շատ եմ սիրում։ Ինչպես ասում են, շունչս կտրվում է հեռուստատեսության համար։ Ես խեղտամահ կարող եմ լինել մի օր առանց այո, եթե չաշխատեմ հեռուստատեսությունում, որտեղ հեռուստատեսությունն ինձ համար տուն է, ինձ համար ապրելակերպ է, ոճ է ու դու թելադրում ես նաև ոճ, այսպես ասած, ինչի ոճ եւ խոսքի ոճ եւ հագուկապի ոճ, որտեղ քո հագուկապը պետք է հեռուստադիտողին ել ավելի զգաստացնի ու պետք է ճաշակ թելադրես նաև քո հագուկապը, ոչ թե այսօր շատ են, չէ, հեռուստատեսային կերպարները, որոնք իհարկե չեմ ուզում քննադատել մեր գոլեգաներին, նստում են ճղճղած ջինսերով կամ հագուստներով, բաց հագուստներով, որը մի փոքր եթերային չէ։ Երբ որ եթերային էթիկա ես անցնում, դու քո դասընթացների միջոցով դու ծանոթանում ես հագուկապին, էթիկային, խոսքի կուլտուրային, մի խոսքով այդ ամենը ինձ համար շունչը կտրվելու նման մի բան է, հեռուստատեսությունը չեմ կարող նկարագրել, ինչ աննկարագրելի տիեզերք է ինձ համար, անչափելի, անհաշվելի, սիրելի ու ուզում եմ, որ մեր հեռուստատեսությունը ել ավելի բարգավաճի, որտեղ այսօր բոլորս էլ գիտենք, որ հեռուստատեսությունները մի փոքր զիջել են կայքերին, զիջել են Facebook, Instagram-յան հարթակներին, որտեղ այնտեղ իհարկե հետևորդներ հավաքելով դու կարողանում ես քո օրվա լրահոսն ապահովես, դու կարողանում ես քո խոսքն ասես, բայց հեռուստատեսությունը իզուր չէ, որ ստեղծվել է։ Շնորհակալություն փառք ու պատիվ բոլոր հեռուստատեսային աշխատողներին, նաև այն ժամանակվա, ովքեր ստեղծեցին ու բերեցին մեր մշակույթ, մեր իրականություն ու դարձավ անբաժանելի մաս։ Նաև քանի որ ասացիք աշխատանքը շատ եք սիրում, բայց մի փոքր արդեն էկրաններին այդքան էլ չեք երևում։ Հնարավոր է որ առաջարկներ լինեն եւ նորից ձեր սիրելի հեռուստադիտողներին ողջունեք եւ հայտնվեք նորից էկրաններին հեռուստա։ Իհարկե, ես չեմ բացառում, որովհետև առաջարկներ շատ ու շատ են լինում, բայց պետք է դու քեզ հարմար գտնես։ Իհարկե հարմար աշխատանքներ շատ ու շատ կան այսօր, բայց պետք է դու քեզ գտնես այդ միջավայրում, երբ որ հեռուստատեսությունը քոնն է, միայն քոնը չպետք է լինի, այլ պետք է դու կարողանաս այդ հեռուստատեսության աշխատանքի միջոցով նաև բարիք ստեղծել, մարդասիրություն քարոզել, սեր,
ժպիտներ, ես իհարկե սիրում եմ իմ աշխատանքը ու անպայման լավ առաջարկների դեպքում, իհարկե այս բանը մի քիչ ծանրաբեռնված եմ, չեմ կարողանա, ինչպես ասում են, առաջարկները ընդունել, բայց լավ առաջարկների դեպքում ես անպայման նորից ու նորից կվերադառնամ եթեր, իմ եթերային աշխատանքը կշարունակեմ, որտեղ սա ինձ համար հոգու կանչ է, նախախնամություն, ես երազում էի հեռուստատեսային կերպար դառնալ ու Աստված շնորհեց ինձ այդ, որ ես դառնամ հեռուստատեսային ու Երևան էկրաններում իմ սիրելի աշխատանքը եւս կատարեմ։ Նաև ուզում եմ նորից վերադառնալ լրագրությանը, շատ հաճախ լսում ենք կարծիքներ, որ լրագրող պետքա նաև ծնված լինես, որովհետև սովորելու ընթացքում չես դառնում։ Այդ դպրոցում ինչ սովորեցիր, ինչպես պետք է լինի լավ լրագրողը, ինչ հատկություններ պետքա ունենա։ Նախ լրագրող ասվածը այսօր շատ ու շատ կան, այսօր յուրաքանչյուր մարդ կարող է ինքն իրեն որակել որպես լրագրող։ Բոլորս ունենք հեռախոսներ, պլանշետներ, գադջետներ, այդ ամենը վերցնում ենք ու լուսանկարում, որևէ դեպք, բոլորս էլ շատ գիտենք, այսինքն ամեն օր հենց այդ ամենի մեջով անցնում ենք վթարներ, ինչ որ տարերային աղետներ եւ այլն լուսանկարելով կամ վիդեո տարբերակով, հա, ուղիղ եթեր մտնել է հեռախոսով, դա եւս իրենք համարում են, որ իրենք առաջին լուրը հայտնեցին, բայց լրագրությունը դա չէ, ես շատ ու շատ անգամներ խոսել եմ, նույնիսկ ընկերական շրջապատում, որ լրագրող պետք է դառնալ ավելի գրագետ, ավելի բանիմաց մարդը, ով տեղեկացված է աշխարհից ու առավել տեղեկացված է իր երկրի նորություններից։ Քաղաքականությունը չէ միայն լրագրությունը, քան լրագրությունը պահանջում է սեղմ ժամկետներում դու լուրը հայտնես քո հեռուստադիտողին, քեզ վստահորդին, գուցե հեռուստատեսային աշխատող չես, կայքում ես աշխատում, բայց քո լուրը պետք է լինի հավաստի, որպեսզի վստահի քո ընթերցողը, քո դիտորդը, այսպես ասած, որպեսզի քո լուրը ավելի շատ տարածվի հասարակության շրջանում ու ամենակարևորը վստահությունն է լրագրության մեջ։ Ես լրագրությունը ինչի ընտրեցի, որ շատ էի սիրում եւ վստահություններ շնչել եւ նաեւ ճիշտը գրել։ Ամենակարևորը ճիշտը պետքա լինի, որ դու կարողանաս քո լուրի մեջ երբեք չսխալվես։ Այսօր շատ կան, չէ՞, կայքեր, որ գրում են, այսինչ չպատահել է այսպես, ստեղծում ես կոճակին եւ բացում ես լրիվ այլ նորություն։ Սա լրագրություն չէ, սա միայն դիտումներ հավաքելու համար է, պետք է զերծ մնալ այդ ամեն ինչից, սա մեդիագրագիտության մի մաս է, որ կեղծ լուրերից պետք է մենք հեռու մնանք։ Պետք է ոլորտն էլ վերահսկվի, ինձ թվում։ Այո, ոլորտը պետք է վերահսկվի, սակայն անվերահսկելի է, մենք ոչինչ չենք կարող անել, ես, դու կամ մեր աշխատանքային թիմը չի կարող անել ոչինչ, որտեղ սա հանրային խնդիր է, ամբողջ, այսինքն կան նաև գլոբալ խնդիրներ այս առումով, որովհետև տարածված է կեղծ լուրերը շատ ու շատ մեդիա դաշտում, յուրաքանչյուրը կարող են գրել մի լուր, որը չի համապատասխանում իրականությանը։ Ու մենք պետք է առավել անաչառ գտնվենք, մեր գրիչը մշտապես շիտակ, որպեսզի չտրվենք սադրանքներին, որպեսզի մենք կարողանանք ճիշտ լուրը հասցնենք մեր հասարակությանը, որտեղ հասարակությունը սպասում է քեզանից լավ լուրը, իրական լուրը, անաչառը, գրագետը, երբ որ լուրը հայտնում ես, դու պետք է այնպիսի սխալներ թույլ չտաս, որ մարդիկ դա նկատեն, իսկ երբ որ նկատեցին, արդեն իսկ քեզ չեն վստահի։ Նաև վստահություն ներշնչելու համար ինձ թվում է, եթե կարդում ես լուրերը կամ վարում ես հաղորդումը, պետք է նաև ձայնի եւ արտահայտության հետ կապված լինի հնչեղային, ինչպես պետք է լրագրողը ունենա ճիշտ ձայն, ճիշտ արտահայտի իր խոսքը, ձայնը որքանով է կարևոր։ Ձայնը շատ կարևոր է, ինձ մշտապես ասում են, որ քո ձայնը եթերային է կամ ռադիո ձայն է, ես իհարկե չեմ լսում իմ ձայնը, որտեղ ես խոսում եմ, լսում է իմ դիմացինը ու արտաբերում է իր կարծիքը։ Ձայնը շատ կարևոր է, երբ որ ճիշտ ինտոնացիա ես տալիս, այսպես ասած, ու նայած ինչ լուր ես հայտնում։ Կլինի լուրերի լրագրող, հաղորդավար, կլինի բարի լույսի, պետք է շեշտադրումները ճիշտ կատարել ու ձայնային վարժությունները շատ կարևոր են։ Մենք յուրաքանչյուր անգամ անցնում ենք, չէ՞, իա, ուա, այսպիսի բաղաձայներ, ձայնավորներ մշտապես ասում ենք, բայց այդ ձայնավորները ու բաղաձայները կրկնելիս մենք բերում ենք նոր փորձ, նոր, այսպես ասած, ձայնային տեմբր։ Պետք է կարողանաս ճիշտ ստորակետը անջատես, բութը անջատես, հա, նախադասության ենթական ստորոգյալը կարևորես, բարդ համադասական, ստորադասական, այսպես ասած, մենք պետք է կարողանանք մեր ձայնի ինտոնացիան
ճիշտ դնենք, որպեսզի հեռուստադիտողը լսելիս չհոգնի մեզանից։ Մենք պետք է այնպես խոսենք, որ լսելի լինենք, որպեսզի կլանենք ամբողջ լսարանը։ Նույնիսկ հռետորները, հա, երկար ժամանակ պարապում են, փորձաշրջան են անցնում, այսպես ասած, որպեսզի մեկ ելույթից առաջ իրենք կարողանան հավուր պատշաճի պատրաստ լինեն։ Այսինքն, երբ որ ելույթ են ունենում, նրանք պետք է երկար պատրաստվեն։ Նույնը մենք, եթերից առաջ ես ինքս դու եւս կարծում եմ Ալիտա ջան, պատրաստում ես շատ երկար, որ կարողանաս ճիշտ ձայնով, ճիշտ կեցվածքով, խոսքով, գրագետ խոսքով ամենակարևորը հանդես գաս հեռուստադիտողին ու ասես այն, ինչ ուզում ես հասցնել լսարանին։ Ու քո ձայնը շատ կարևոր է մեր էկրանների համար, մեր հեռուստադիտողի ու լսարանի համար։ Իսկ այսքան տարիների աշխատանքային փորձի ընթացքում ո՞րն է եղել քո ամենահիշարժան ելույթը, որ ունեցել ես, եւ այստեղ կամ այլ վայրում, որտեղ որ եղել է։ Հիշարժան ելույթներ շատ են եղել եւ հարցազրույցների տեսքով եւ նաեւ հանդիպում քննարկումների տեսքով եղել են, ինչու՞ չէ, մեր հիշարժան եթերները ես մեկ առ մեկ այս բանը չեմ կարող ասել, բոլորն էլ հիշարժան են եղել են իհարկե դեպքեր, որ գուցե հոգնած ես լինում, գուցե հիվանդ ես լինում, իսկ նույնիսկ այդ հիվանդ կամ հոգնած լինելը պետք է հեռուստադիտողը չնկատի։ Շատ ու շատ անգամներ են եղել, երբ որ ես բարդ գլխացավով եթերում հայտնվել եմ ու վարել եմ այդ օրվա բարի լույսը, սակայն հեռուստադիտողը երբեք էլ չի նկատել, որովհետև դեմքիս միշտ եղել է ժպիտ, ես փորձել եմ քողարկել, որպեսզի կարողանամ իմ եթերը, այսպես ասած, անհաջողի, իմ եթերը պետք է հաջողված լիներ։ Իսկ շատ ու շատ եթերներ ունեցել եմ հյուրերի հետ կապված, հետաքրքիր պատմություններ, հետաքրքիր իրենց հարցազրույցները, երբ որ լսում եմ, հա, ինձ մոտ այդ հույզերը նորից ու նորից արթնանում են, շատ ու շատ եթերներ են ունեցել, իսկ ամանորյա ծրագրերը ավելի գեղեցիկ ու ավելի հաճելի են ինձ համար, որովհետև այստեղ հավաքվում էին շատ ու շատ շոու ծրագրեր, ցուցադրող շոու ծրագրեր, նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներ, Ձմեռ պապ Ձյունանուշ, նաև երեխաներ, որոնց հետ զրուցում էինք իրենց առօրյայից, իրենց ցանկություններից, իրենց բարեմաղթանքներից, դրանից առավել լավ գեղեցիկ եթերներ ես պարզապես չեմ պատկերացնում իմ կյանքում։ Նաև մենք խոսելու ենք հանդիսավարության թեմայից, քանի որ հիմա զբաղվում եք հանդիսավարությամբ, իսկ մինչ այդ սիրելի հեռուստադիտողներ առաջարկում եմ մի փոքր ընդմիջենք երաժշտությամբ, վերադառնանք եւ շարունակենք զրույցը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք զրույցը։ Երևան ջան, հիմա ուզում եմ խոսել արդեն հանդիսավար լինելուց, ինչպես սկսեցիք ձեր գործունեությունը որպես հանդիսավար, ինչպես ստացվեց։ Դե մասնագիտությամբ լրագրող լինելը ինձ շատ օգնեց, փորձեցի ես ինքս սցենարներ գրել, տեքստեր գրել, որտեղ մինչ օրս էլ գրում եմ, տարբեր սցենարներ, կլինի համերգային, վերջին զանգի սցենարներ, կլինեն միջոցառումների, գրքի շնորհանդեսների, տարատեսակ սցենարներ գրում եմ ու դա ինձ շատ օգնեց։ Երբ որ պատահական, էլի պատահականներ իմ հանդիսավար դառնալը, ես որոշեցի, որ պետք է դառնամ բեմին մարդ, այսպես ասած, սովորեցի ինքս ինձ համար գրել տեքստեր, նոր տեքստեր, շաբլոն բառեր չգրել, որ հասարակությունը շատ է լսել այդ բառերը, իսկ երբ որ դու լինում ես ավելի տարբերվող, ավելի կրեատիվ, կարողանում ես հասարակություն գրավել ու հասարակությունը քեզ սիրում է արդեն որպես նաև հանդիսավար, ոչ միայն որպես հաղորդավար, լրագրող, այլ նաև քեզ սիրում է որպես հանդիսավար, պետք է լինել էլ ավելի գրագետ, պետք է լինել ավելի հետաքրքրություններով լեցուն, ոչ թե այնտեղ գնաս ուղղակի լուր գրելու համար, այլ պետք է գնաս սցենար գրես ու այդ սցենարով շարժվես։ Իհարկե լինում են դեպքեր, երբ որ հանդիսավարության մեջ գալիս են մեզանից ուզում են որևէ մի, այսպես ասած, կենաց ասածը, հա, կամ ինչ որ մի բան, որ պետք է միտքդ այնքան բաց լինի, որ դու կարողանաս քո լսարանին հրամցնես այդ խոսքը։ Գալիս է ու պահանջում չէ, գալիս է եւ ցանկություն է հայտնում, որ շնորհավորել ինչ որ մեկի ծննդյան տարեդարձ կամ ինչ որ մեկը Ամերիկայից հենց նոր անակնկալ զանգ է կատարել կամ ինչ որ մեկը Ռուսաստանի Դաշնությունից հենց քիչ առաջ վայրեջք է կատարել ու հենց այստեղ է։ Պետք է այնպիսի խելամտությամբ, այնպես գրագետ մոտենաս այդ հարցին ու քո խոսքերը այնպես պետք է արագ դասավորես, դա գրված չէ սցենարի մեջ ու հրամցնես քո
լսարանին այդ օրվա հանդիսության մասնակիցներին, որտեղ նրանք եւս ուզում են լսել գրագետ խոսք, ինչպես նաեւ տեսնել ճիշտ կեցված քաղաքուկապ ու նաեւ լինել մարդասեր, ոչ թե դա անել ուղղակի աշխատանք գումար վաստակելու համար, այլ նաեւ պետք է անել որպես հասարակության մի մասնիկ ու միջոցառումների կազմակերպիչ, երբ որ դու միջոցառումների մեջ ես լինում, ամբողջ օրը ուրախություններ են։ Իհարկե, թող հայազգը մշտապես ուրախ լինի ու ուրախություններն առավել լինեն մեր երկրում, պետք է քո միջոցառումները լինեն առավել տարբերվող, հետաքրքիր, կրեատիվ, նորարարություններով, որտեղ առանց դրանց դու չես կարող հաջողել այս գործի մեջ նաև, որովհետև մենք սիրում ենք հայազգը, առհասարակ սիրում է նորարարությունների կիզակետում լինել ու նոր բաներ տեսնել։ Երբ որ տեսնում է դրսի, ժողովրդի մեջ, տեսնում է նաև ուզում է տեսնել մեզ մոտ, որտեղ մեզ մոտ եւս այդ նորարարությունները վարքյան առ վարքյան առաջ են գնում ու կարողանում ենք մենք եւս հաջողել նաև այդ գործում։ Այն նշեցիք, որ հաղորդավարությունը մի փոքր օգնեց նաև այս գործին, իսկ հաղորդավարությունը եւ հանդիսավարությունը որքանով են իրար փոխկապակցված, այսինքն կարող ես լինել ոչ լրագրող, ոչ հաղորդավար, բայց հանդիսավար, օրինակ, զբաղվես այդ գործով։ Այո, իհարկե, շատ ու շատ կան այսօր մեր տղաներից, ինչ չէ, նաև կանանց շրջանում կան հանդիսավարներ, որոնք չունեն հաղորդավարի կամ լրագրողի կրթություն, սակայն ունեն բեմական կեցված խոսք, ինչու՞ չէ, նաև ցանկություն են հայտնում դառնալու, բայց միայն դառնալով չի, ես շատ ու շատ անգամներ եմ ասել, որ այսօր պետք է տարանջատել լավը վատից, թացը չորից, հաղորդավարների շրջանում էլ կան լավն ու վատը, իհարկե դա որակում է հեռուստադիտողը, իսկ հանդիսավարների մեջ մենք պետք է նաև որակենք լավը ու իր մարդկային որակները պետք է բարձր լինի, ինչու՞ չէ, նաև խոսք կեցվածք պետք է լավ լինի, միայն պիջակ հագնելով կամ բարձրախոս վերցնելով չէ, որ հանդիսավար է կոչվում։ Հանդիսավարը պետք է առավել աչալուրջ մոտենա հարցին, որովհետև մեր հասարակությունը պահանջում է նրանց, պահանջում է նա, ով վճարում է, եւ նրանք վճարում են ու պահանջում են լավագույնը, իսկ պետք է այդ գործի մեջ եւս չթերանալ, որպեսզի քո միջոցառումները առավել շատանան ու քեզ ավելի շատ վստահեն իրենց միջոցառումները, որովհետեւ մենք պետք է այդ միջոցառումների մեջ էլի կատարելագործվենք։ Ամեն օր մենք սովորում ենք։ Իսկ ես որպես հանդիսավար եւ հեռուստահաղորդավար ես սիրում եմ իմ երկու աշխատանքներ։ Զուգահեռ իրենք գնում են իրար հետ, այսպես ասած, կողք կողքի քայլում են։ Ես չեմ տարանջատում ոչ մեկը, ոչ մյուսը։ Մեկը մյուսից առավել շատ սիրում եմ ու մշտապես հպարտանում եմ, որ ես ներկայանում եմ որպես հեռուստահաղորդավար եւ հանդիսավար Երվան Մարեյան։ Իսկ դա ինձ նոր մտահորիզոններ է բացում, ինձ համար առաջ գնալու մոտիվացիա է տալիս։ Շատ լավ, իսկ հիմնականում ինչպիսի միջոցառումներ եք այս պահին վարում, ինչ գործունեություն եք ծավալում։ Միայն ուրախ առիթներ, տխուր առիթներ չեմ վարում։ Այսինքն առիթները նաև լինում են օրինակ այլ միջոցառումներ, որտեղ ձեզ հրավիրում են, օրինակ ոչ թե ծննդյան արարողություն կամ հարսանեկան, այլ լիովին այլ առիթներ։ Լինում են, ասացի, համերգային ծրագրեր են վարում։ Համերգային։ Ահա։ Վարում եմ դե այդ միջոցառումներից զատ, ինչպես նշեցիք, գրքի շնորհանդեսներ, եղել է նաև զինվորի հուշ-ցերեկույթ եմ վարել բազմից անգամներ, էլի սցենարի ես եմ գրել իմ ձեռքով, միայն ու միայն նրանցից վերցրել եմ զինվորի մասին տեղեկատվությունը, մնացածը ես ինքս գրել եմ։ Տարատեսակ միջոցառումներ, մրցանակաբաշխություններ, երեկոներ, շոուներ, հավաքույթներ, ընկերական հավաքույթներ, կազմակերպության միջոցառումներ, որոնք իրենք հավաքվել են եւ ամանորյա տոն նշելու եւ նաեւ մարտի 8-ի կանանց տոնի նվիրված, իդեպ առիթից օգտվելով շնորհավորում եմ ձեզ Ալիտա ջան ու Կոտայք TV-ի ամբողջ անձնակազմին, ակին անձնակազմի մարտի 8-ն ու մինչեւ ապրիլի 7-ը թող ձեր կյանքում մշտապես գարուններ լինեն ու 365 օրը ձեզ համար մշտապես լինի տոն։ Շնորհավոր կանանց եւ աղջիկների մարտի 8-ը։ Մեր հայ ազգի կանանց, մեր մայրերի, քույրերի, նրանք մեզ համար իսկապես սիրել են։ Առանց կանանց, աղջիկների ու մայրերի մենք պարզապես կիսատ ենք։ Այ հանդիսարարության գերեցեք խոսք։ Մի անգամից իմպրովիզ։ Այո։ Այդ իմպրովիզները նաև պետք է լինեն, որտեվ ինչպես նշեցի, հա գալիս են ու ասում են, որ հենց քիչ առաջ հորաքույրը Ռուսաստան Դաշնությունից ժամանել է Հայաստան ու պետք է դու այնպիսի գեղեցիկ խոսքերով կարողանաս այդ պահը հրամցնես քո լսարանին, քո առիթի մասնակիցներին, որ նրանք
ամենևին էլ չկասկածեն, որ այդ պահին տեքստ գրված չկար։ Պետք է կարողանաս այդ իմպրովիզներն անել, ինչպես նաև եթերային աշխատանքն է իմպրովիզներ պահանջում։ Եթե անգամ նույնիսկ սուֆլյոր գոյություն չունի, դու պետք է իմպրովիզներով կարողանաս քո հեռուստադիտողին մատուցել գրագետը ու բարձրաճաշակը։ Այո, դա ինձ թվում է դրա համար նաև փորձ է պետք, եւ նաև բազում գիտելիքներ, եւ պետք է լինես կարդացած, որպեսզի կարողանաս այս ընթացքում տարիների փորձ ունեք, ինչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր նոր են մուտք գործում այս ասպարեզ, հաղորդավարության կամ լրագրության, ձեր կողմից ինչ խորհուրդ կտաս։ Ահա, այ նշեցիք, որ պետք է շատ կարդացած լինել, այսօր էլ հատկանշական օր է, Եղիշե Չարենցի ծննդյան օրն է, նա մեզ համար թողել է բազում հարստություն, այսպես ասած գրական հարստություն, մենք պարտավոր ենք կարդալ, մեծարել մեր գրողներին, բանաստեղծներին ու ինչու՞ չէ նաև արտասահմանյան գրականություն պետք է ընթերցենք։ Միայն այսօրվա լուրով չէ, որ մենք դառնում ենք կարդացած, որ ես իմացա, թե սահմանին ինչ կատարվեց։ Չէ, մենք պետք է նաև կարդացած լինենք հայ գրականություն, շատ սիրենք հայ գրականությունը, այսօր շատ ենք պատահում երիտասարդներ, որոնք նրանք նույնիսկ նկարներով, լուսանկարներով չեն տարբերում, թե որ գրողի մասն է խոսքը։ Մենք պետք է մեծարենք, մշտապես լուսաբանենք նրանց կյանքը, ստեղծագործությունը ու շատ կարդանք, որտեղ ընթերցանությունն է, որ մարդու միտքը ել ավելի բացում է, կոփում է եւ խոսքը եւ գիտելիքը, ինչպես ասել է մեծն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, հագուստը փայլեցնում է, իսկ գիտելիքը քայլեցնում։ Առանց գիտելիքի մենք առաջ շարժվել չենք կարող պարզապես, ու թող այդ գիտելիքները մեզ համար լինեն անսպառ, անսահման տիեզերքի նման, որ մենք կարողանանք ցանկացած իրավիճակում հանդես գալ նորություններով, գրագետ խոսքով ու կարողանանք մեր հասարակությանը առավել լավ լուրեր հայտնենք, միայն եթերներից չէ, այլ նաև Facebook-յան մյուս այլ սոցիալական ցանցերից մենք լավ լուրերը հայտնենք, թող դա դառնա մեզ համար ուղենիշ, որ լավ լուրերը մշտապես լինեն։ Մենք այլևս չտեսնենք ոչ մի պատերազմ, ոչ մի սով, ոչ մի վատ օրեր, թող միայն ու միայն եթերներից հնչեն լավ լուրերը, լավ նորությունները։ Իսկ ինչ կմաղթեմ իմ գործընկերներին, ովքեր հենց նոր են ավարտել կամ ուզում են աշխատել հեռուստատեսությունում, ռադիոյում կամ որևէ այլ խմբագրությունում, նրանք պետք է կարողանան, ինչպես նշեցի իմ խոսքում սկզբում, անաչառ լինել, իրենց լուրը պետք է ճիշտ հասցնեն ու պետք է կարողանան առավել մոտիվացված աշխատել, երբ որ դու մոտիվացված ես, սիրես ու քո սերը փոխանցես քո լուրին, քո տված խոսքին, որտեղ անպայման եւ հեռուստադիտողը, եւ ռադիո լսողները, եւ նաեւ թերթ ընթերցողները հաստատ զգում են, թե դու ինչպես ես, ինչ զգացողություններով գրել ես կամ հայտնել ես այդ լուրը հեռուստադիտողին։ Ես անպայման դա խորհուրդ եմ տալիս, որ մեր նորավարտ կամ նորանշանակ լրագրողները կամ հաղորդավարները ավելի լինեն գրագետ իրենց խոսքում, ավելի իրենց համար թող լինի նոր ասպարեզ, որպեսզի կարողանան կայանալ։ Սա կայացման մի դաշտ է, որ նրանք կարողանան առավել առաջ շարժվել։ Ինչպես նկարագրեմ այդ խոսքը, չեմ կարող այս պահին բառերով ասել, բայց թող լինեն հետաքրքիր իրենց մտքերում, որ դու եւս հեռուստատեսային կերպար ես Ալիտա ջան, ու պետք է քո այդ խոսքը առավել համոզիչ լինի ու ճիշտ։ Շատ շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար, մեծ հյուրընկալել ուրախացնելու համար եւ նաեւ հեռուստադիտողների ուրախացնելու համար, քանի որ շատ էին կարոտել ինձ թվում։ Շնորհակալ եմ ձեզ այս հնարավորությունը ընձեռնելու համար, շնորհակալ եմ տնօրինությանը, Տիկին Սեդա Ավետիսյանին, շնորհակալ եմ ամբողջ Կոտայք TV-ին, աշխատակազմին, ձեզ մաղթում եմ բազում եթերներ, հետաքրքիր եթերներ, գրագետ եթերներ, Ալիտա, որպեսզի մենք հպարտությամբ նշենք, որ աշխատել ենք կամ աշխատում ենք, այս պահին դուք աշխատում եք Կոտայք TV-ում ու թող սա ձեզ համար դառնա մի դպրոց, որը կհղկի ձեր խոսքը, ձեր կեցվածքը ու ձեզ համար նոր դռներ կբացի կյանքի ցանկացած ասպարեզում ու ցանկացած փուլում։ Իսկ մեր հեռուստադիտողներին էլ շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ մեզ հետևելու ու մշտապես Կոտայք TV ուղի եթերին հետևելու համար։ Եղեք բարի, եղեք առողջ ու թող ձեր ամեն բացվող առավոտը իր հետ բերի նոր հրաշք, նոր հնարավորություններ ու շատ սեր։
Իսկ մենք այս ուրախ նոտայով առաջարկում եմ դիտենք թարմեցնող տեսահոլովակ, վերադառնանք, շարունակենք եթերը։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա առաջարկում եմ միասին ճանապարհորդենք աշխարհի ամենահեքիաթային երկրներից մեկով, Նոր Զելանդիայով։ Այստեղ յուրաքանչյուր անկյունում արկածներ են, իսկ մարդիկ ապրում են ներդաշնակ։ Նոր Զելանդիա։ Նոր Զելանդիան բաղկացած է երկու հիմնական կղզուց՝ հյուսիսային եւ հարավային։ Այստեղ կտեսնեք լեռնային գագաթներ, փարթամանտառներ, փայլուն լճեր, հրաբուխներ եւ անսահմանափակ կապույտ օվկիանոս։ Հյուսիսային կղզին հայտնի է իր տաքջրային աղբյուրներով, գեյզերներով եւ Մաորի ժողովրդի հարուստ մշակույթով։ Նոր Զելանդիան ոչ միայն հիասքանչ բնություն ունի, այլև համարվում է աշխարհի արկածային туриզմի կենտրոններից մեկը։ Եթե սիրում եք ադրենալին, ապա այստեղ ձեզ է սպասում պարապլանով թռիչքները, սպիտակ ջրերով ռաֆթինգը եւ լեռնային հեծանվասպորտը։ Քունիսթաուն քաղաքը հատկապես հայտնի է իր արկածային հնարավորություններով, դարձնելով այն աշխարհի ադրենալինի մայրաքաղաք։ Մաորի ժառանգությունը Նոր Զելանդիայի հպարտությունն է, նրա բնիկ ժողովուրդն է մաորիները։ Նրանց մշակույթը խորապես արմատացած է երկրի պատմության մեջ։ Այստեղ կարող եք տեսնել ավանդական հակապարերը, որոնք նախքան մարտերը կատարել են մաորի ռազմիկները կամ մասնակցել ավանդական արարողությունների։ Ձեզ ծանոթ մատանիների տիրակալ ֆիլմի հեքիաթային տեսարանները նկարահանվել են հենց Նոր Զելանդիայում։ Նոր Զելանդիան հայտնի է իր թարմ եւ համեղ ուտեստներով։ Այստեղ անպայման պետք է փորձեք ծովամթերք, հատկապես կանաչախեցիները եւ թարմ ձուկը։ Եթե սիրում եք միս, ապա Նոր Զելանդական գառան միսը համարվում է աշխարհի լավագույններից մեկը։ Նոր Զելանդիան ակտիվորեն զբաղվում է բնապահպանությամբ եւ համարվում է աշխարհի ամենամաքուր երկրներից մեկը։ Այն առաջին պետություններից էր, որը ճանաչեց գետերի եւ անտառների իրավունքները, ինչը նշանակում է, որ դրանք նույն իրավունքները ունեն, ինչ մարդիկ։ Այսպիսին է Նոր Զելանդիան, որտեղ բնությունը, արկածները եւ մշակույթը միահյուսվում են մի յուրահատուկ աշխարհի մեջ։ Եթե փնտրում եք տեղ, որտեղ կարող եք վերալիցքավորվել, բացահայտել անհայտը եւ զգալ բնության զորությունը, ապա Նոր Զելանդիան ձեզ է սպասում։ Մենք վերադարձանք, սիրելի հեռուստադիտողներ, եւ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է եւ այսօր խոսելու ենք կոկոսի մասին։ Կոկոսը պարունակում է բազմաթիվ յուղեր, վիտամին B խմբի վիտամիններ, վիտամին C, երկաթ, մագնեզիում, կալցիում եւ հանքային աղեր։ Կոկոսը լայնորեն օգտագործվում է գլխամաշկի, ինչպես նաեւ մաշկային տարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Կոկոսի յուղը մաքրում է մաշկի պիգմենտային կետերը, նվազեցնում մաշկի յուղոտությունը, վերացնում է վարակիչ ցանը։ Կոկոսը նաեւ ձգում է մաշկը։ Կոկոսի միջուկն ու կաթը հարուստ են միկրոէլեմենտներով, որոնք վերականգնում են ուժերն ու լավացնում են տեսողությունը։ Կոկոսի յուղը խոլեստերին չի պարունակում, նրանում պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E, որը նպաստում է վերարտադրողական ֆունկցիայի բնականon աշխատանքին։ Այն փոքրացնում է աթերոսկլերոզի եւ սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Դեռ վաղուց հայտնի էր, որ կոկոսի յուղը շատ երկար պահպանում է իր օգտակար հատկությունները։ Այդ պատճառով էլ այն մեծացնում է դիմադրողականությունը վարակային եւ սնկային հիվանդությունների նկատմամբ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա հաղորդման վերջում առաջարկում եմ ծանոթանանք Կոտայքի մարզում գտնվող բոլորիս հայտնի պատմամշակութային վայրերից մեկին, Գառնի հեթանոսական տաճարին եւ Գեղարդ վանական համալիրին։ Գառնի տաճարը Հայաստանի միակ պահպանված հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է մ.թ.ա. առաջին դարում Տրդատ Այի կողմից։ Այն նվիրված է արևի աստված Միհրին եւ կառուցված է հունահռոմեական դասական ճարտարապետության ոճով, բարձր սյուներով եւ մաքուր բազալտե քարերով։ 1679 թվականի հզոր երկրաշարժը գրեթե ամբողջությամբ ավերեց տաճարը, սակայն այն վերականգնվեց խորհրդային շրջանում 20-րդ դարի երկրորդ կեսին, օգտագործելով միայն բնօրինակ քարերը։ Տաճարի մոտ է գտնվում հայտնի քարերի սիմֆոնիան, հսկայական բազալտեսյուններից կազմված բնական հրաշքը, որը կարծես քարացած երաժշտական գործիք լինի։ Գառնիից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Գեղարդի վանական համալիրը, մեկը Հայաստանի ամենահրաշալի ու սրբազան վայրերից։ Այն հիմնադրվել է 4-րդ դարում։ Վանքի ներսում կա մի բնական աղբյուր, որը համարվում է բուժիչ եւ օրհնված։ Շատ
Շատերը գալիս են այստեղ ջրից խմելու եւ առողջություն ստանալու համար։ Գեղարդի վանքի գլխավոր եկեղեցու կամարներից մեկը բաց է դեպի երկինք, ինչը խորհրդանշում է Աստծո հետ անմիջական կապը։ Գառնի եւ Գեղարդի համալիրը ոչ միայն Հայաստանի պատմության ու հոգեվոր կյանքի մասն են, այլև ճարտարապետության գլուխգործոցներ, որոնք աչքի են ընկնում իրենց յուրահատուկ էներգիայով։ Այստեղ յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր սյուն ունի իր պատմությունը, կապված դարերի խորքից եկող ավանդույթների ու հավատալիքների հետ։ Այսպիսին են Գառնին ու Գեղարդը անցյալի շունչը մեր օրերում, տեղեր, որտեղ պատմությունը կենդանի է մնում։ Սիրելիներ, շնորհակալություն եմ հայտնում, որ օրը առավոտը սկսեցիք Կոտայք TV-ի հետ։ Ձեզ հաճելի օրվա շարունակություն եմ աղթում, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը